Պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալումը, ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ եւ ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս եմ պատարակի չէի կարող գնալ, որովհետև այդ ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես այսօր որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով եւ դա ամենակարևոր բանն է եւ ես ուզում եմ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։